Լավ, մենք ասել ենք Միջև ամոթին խոսվել մենք ասել ենք այնտեղ, որ քննարկել ենք առաջին կեսը որոշակի ընթացակարգային հարցեր եւ հիմնական խնդիրը, որը բարձրացվել է, դա ամբողջ մենք բարձրացրել ենք հարց ամբողջ կազմով քննարկելու, դա պայմանավորված է սահմանադրականության խնդրի հետ, նաեւ որոշակի անհասկանալի դիրքորոշում կա կախված սահմանադրական դատարանի որոշակի դատավորների մասնակցության չակասավորած եւ այլ դատավորների մասնակցության հնարավորությամբ, այսինքն եթե Վլադիմիր Վարդանյանը եւ Վլադիմիր Վարդանյանը եւ Արտակ Զեյնալյանը չեն կարող մասնակցել եւ իրենց աֆիլիացումն է ըստ էության երկու քաղաքական ուժերի հետ, Հանրապետություն կուսակցության եւ ԿՊ-ի հետ, ապա նույն խնդիրը կա նաեւ Սեդա Սաֆարյանի մասով, ով ըստ էության ճիշտ նախորդ ընտրությունների ժամանակ եղել է Շիրինյան Բաբաջանյան դաշինքի երրորդ համարը, իսկ այս ընտրություններում հիմա բողոքարկող կողմերից մեկը հենց Հանուն Հանրապետության կուսակցությունն է։ Համապատասխան մենք չենք բարձրացրել անհնարինության հարց, որովհետև մեր մեկնաբանությունը կայանում է նրանում, որ սահմանադրական դատարանը պետք է ամբողջ կազմով իր գործը քննի։ Հիմա ներկայացրեցին գործընկերները, հստակ ներկայացրել են բազմաթիվ խախտումներ, տարբեր կողմերով, տարբեր արգումենտներով, տարբեր տեսակետից, եւ այդ գործը կարծում եմ, որ այդ բոլորը ավելի մանրամասն քննարկման առարկա կդառնա հաջորդ 1-2 օրվա ընթացքում հարցուփատասխանի փուլում, բայց ներկայացվեց հսկայական վարչական ռեսուրսի խախտում։ Հստակ ներկայացրեցին Հայաստան դաշինքի գործընկերները, որ պետական բյուջեից լրջագույն հիմնավոր կասկած կա, որ պետական բյուջեից մի քանի 100 միլիոն դրամ ծախսել է ՏՄ-ի ընտրարշավի վրա, հիմա դա ուղղակի ձևակերպվել է տարբեր գործիքների միջոցով։ Միասնության թևերի գործընկերները ներկայացրեցին, որ օրինակ նույն տարածքում իրենք գրասենյակը վարձակալել են եթե չեմ սխալվում 200 քանի հազար դրամով, նույն տարածքում նույն չափի կամ նույն չափանիշներին համապատասխանությամբ գրասենյակը 20,000 է եղել։ Երբ որ դիտարկվել է ԿՊ-ի նախընտրական բանը, նախընտրական ֆոնդի ծախսերը, ուրեմն ունեն 500-ից ավել շտաբ, բայց 0 աշխատող։ Ես ենթադրում եմ վախեցել են աշխատավարձ տան, որ չասեն ընտրակայսարկեն բաժանում, բայց 0 աշխատող, այսինքն ակնհայտ դեպք կա, որ այս աշխատողներին կամ իրականում բաժանել են փողերը ոչ օֆիցիալ, կամ ինչ որ, եթե դա նույնիսկ ընդունենք, որ դա պայմանական ասեմ, անվճար աշխատանք է եղել կամավորական, դա միևնույն է նախընտրական ֆոնդի ծախսերի մեջ պետք է գրվի եւ ակնհայտորեն առկա իրավիճակ, որ այդ ֆոնդի ծախսերը բազմակի անգամ կամ էապես գերազանցել է ծրագրերի սահմանները։ Սա բերեցից խախտումների մի մասը։ Հայաստան դաշինքի գործընկերները ներկայացրել էին նաեւ հստակ հաշվարկ ստորագրությունների, որը մենք նույնպես իրականացնում ենք, նիստի ժամանակը քննարկենք, մոտ 30,000 տարբերություն կա ստորագրությունների եւ քվեարկած ամբողջ։ Ավելին, երբ որ մենք վերցնում ենք ընդհանրապես ԿՊ-ի ցուցակները, ներողություն, ԿՀ-ի աղյուսակը, որը հրապարակվել է ոնց որ թե թարմացված եւ փորձում ենք համադրել այդ տվյալները, էապես խախտումներ են գալիս հենց իրենց կողմից կազմված աղյուսակի տվյալների մեջ։ Ներողություն։ Այսինքն արկա է բավականին շատ խնդիրներ եւ բոլորը հիմք է տալիս պնդելու, որ ընտրությունները կազմակերպված են այն աստիճանի վատ գիծփնթի, բայց կամ դիտավորյալ կատարվել են այնպես ուղղություններ, որ իրականում ժողովրդի կամահայտությունը պարզելու հնարավորությունը քիչ սահմանափակ է։ Մենք ես ինչպես նշեցի, կսկսենք ներկայացնել արդեն մեր դիրքորոշումը, մեր բացատրությունները քննարկվող եւ մանրամասն կներկայացնենք ինչպես ընդհանուր իրավախախտումների հարցը, օրինակ հիմա դիմել ենք որպես ապացույց պահանջվի եւ փորձակնություն իրականացվի ծրարների տապանցիկության հարցը, որովհետեւ մի շարք ընտրատեղամասերում ծրարները եղել են տապանցիկ, ես մի անգամ ասել եմ, տապանցիկ պետք է լինեն ընտրությունները, ոչ թե ծրարները եւ քվեարկության ընթացքը։ Կա խնդիրներ, այդ ինքնակպչուն այդ ստիկերների քանակի համապատասխանության եւ անհամապատասխանության հետ եւ այլն։ Այսպես թե բազմաթիվ հարցեր կա, որ բարձրացնելու ենք, բայց կա նաեւ շատ սպეციფიկ խնդիր, դա ԲՀԿ-ի ձայնագրությունն է, ըստ էության, որը պայմանավորված է նրանով, որ ԿՀ-ն դիտավորյալ
օրենքի խախտումով սխալ արձանագրություններ է կազմել, հիմա թե դիտավորյալ չի հասկացել, թե դիտավորյալ չի կարողացել, թե դիտավորյալ չի իրականացրել հանրապետություններ, բայց ըստ էության առաջին իսկ օրվանից ԲՀԿ-ն ունեցել է 4% անցալի շեմից ավել ձայներ։ Վերահաշվարկի արդյունքում չի, որ ԲՀԿ-ն դարել է 4%-ից ավել։ Ուղղակի երբ որ մենք համադրում ենք այդ աղյուսակը տեղամասային արձանագրությունների հետ, տեսնում ենք, որ ակնհայտ սխալ է իմի բերվել է, սխալ է գումարվել։ Այս ամբողջը հաշվի առնելով մենք տեսնում ենք, որ առնվազն կա շատ հստակ հիմքեր եւ ամբողջ քվեարկությունը ըստ էության համավեր ճանաչելու եւ ամբողջ Հայաստանում վերաքվեարկություն նշանակելու, ինչպես նաեւ ԲՀԿ-ի, այսպես ասած, գողացված մանդատները վերադարձնելու համար։ Լավ, շարունակենք արդեն ավելի ժամը 11-ին առավոտը։